Պարոն Մանուկյան, գլուխդ պատով տվել ես դու, այլևս մի մտցրու, լսի, եթե ձեր ամեն սուտ խոսալու ժամանակ ասեի գլուխդ պատով տված նախադասությունը գլուխ չեր մնա, ես ձեզ խնդրում եմ, տես, գալիս խոսում ես, ասում ես ներողություն չեք ուզում, խնդրեք, ասենք, ասել եմ, դուք շատ բաների չեմպիոն եք, նաև վիրավորանքներ և իրավիճակը լարելու չեմպիոն եք, ելույթ ես ունենում, մարդը արձագանքում ասում է գլուխդ պատով ես տվել դու, ես էլ ասում եմ գլուխդ պատով տվել ես դու, տեսնում ենք արդեն, իմիջայլոց, մի սպառնում ես ինձ, դե հետով ասեց հա, գլուխները պատով եք տալիս, բոլորդ, ով որ կարա իրան թույլ տա սպառնի, ով կարա սպառնա, գլուխը պատով ա տալի, լավ հանգստացի թող խոսենք, 20 րոպե առանց էդ էլ վարկյաններն ենք հաշվում, որ վերջը, Տիկին Կյուրեղյան, չեմ լսում ձեզ ու փառկացու, ուրեմն հանգստացեք, առանց էդ էլ այդ 20 րոպեանոց ելույթը վարկյաններն ենք հաշվում, երբ ավարտվելու, որովհետև, ասենք, ավելի հեռուստատեսության և ռադիոյի մասին ենք խոսում, այտենց ելույթներով այտենց ծրագրեր ես անում, ոչ մեկ չի նայում, ոչ մեկ չի կարողանում գովաց ծախի դնի այդ ծրագրերի մեջ, որտեղ ոչ մեկ չի նայելու, կարամ տրուսիկով չի, բայց կարամ նկարը ուղարկեմ նայես տեսնես, որ մի գնա է, ուր ես գնում, բայց ես նորմալ փող եմ աշխատել, ձերպես փող չեմ աշխատել, արի նստի մի գնա, վախեցար, հետ արի, եղբայր, հետ եկեք, 20 րոպե կյանքները կերար բոլորիս, խնդրում եմ նստի լսի, խնդրում եմ նստի լսի էլի, կլսես չէ հետո, շնորհակալ եմ, եղավ, շարունակեմ, այդ 20 րոպեանոց ելույթը մի քանի բան կար, որ մեջը տպավորվեց, այդ մեկը, որ վիրավորանք հնչեցրեցիր, մյուսը էտեն էր, որ մեկ էլ պահի տակ ասում էր պատկերացրեք ու նկարագրում էր այն իրավիճակը, երբ որ կար առաջին հանրապետության ժամանակ, փորձելով դրանով արդարացնել կամ ինչ-որ ձևով